Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Երևանում շատ ցուրտ է, մառախլապատ, արդեն քանի օր է, բայց հենց այս եղանակին որոշեցի տանից դուրս գամ, ոնց որ համ մրսում էի տանը, ճիշտն ասած, ինչքան տաքացնում ես, միևնույնն է չես տաքանում, եւ գործընկերներիս հետ էլ խոսում էի, իրենք էլ նույն բանը, ասում են, սաղ պլիտաները միացրել ենք ու չենք տաքան։ Մի խոսքով հիմա ուզում եմ ցույց տամ ինչ մառախուղ է, հիմա մի քիչ իհարկե ցրվել է, բայց այն աստիճան են, որ ասում է 10 բալանի մառախուղ էր եւ բան չէր երևում, նույնիսկ մեր շենքի դիմացի ավտոտնակները, գարաժները, այսպես ասած, չէին երևում։ Մենք ապրում ենք Դավթաշենում, ասեցի գամ մոտակա խանութ, ընդհանրապես նոր զովք եմ գնում, այս անգամ որոշեցի Երևան City, մի քիչ էլ գները կնկարեմ, ցույց կտամ, տեղյակ կլինեք, հատկապես դրսի հայերը միշտ ուղիղ եթերներս են նայում, այսօր էլ թող ուղիղ եթերները չլինեն, այլ այսպես զբոսանք, զբաղմունք, ես շատ քիչ եմ դուրս գալիս առևտրի, որովհետև ծանր չեմ կարողանում տանել, մեր տան առևտուրը մեր տան տղամարդն է անում, հիմնականում, մի խոսքով կամ օնլայն ենք անում, այդպես նույնիսկ էժան է արդեն գալիս, բայց փոքր գներն էլ ցույց կտամ ու կմեկնաբանեմ, ձայները կլռեցնեմ, որովհետև դուք գիտեք, խանութներում միշտ երաժշտություն է եւ այդ խանութների երաժշտությունը YouTube-ը բլոկում է։ Սա Դավթաշենի խաչմերուկն է, Դավթաշենը բաժանվում է 4 թաղամասերի եւ այս խաչմերուկից ուրեմն աչի վրա հիմա դուք տեսնում եք առաջի թաղամասն է, 4-րդ թաղամասը մեր հետևում մնաց եւ երկրորդը աչի վրա, այստեղ առաջ այգի էր, հիմա գրեթե այգի չկա եւ City-ն 3-րդ թաղամասում է։ Եկանք, հասանք Երևան City։ Այս ձնապատ մեքենան շահովի մեքենա էր ու ցույց տամ ծառերը, տեսեք, ցրտից եղիամապատ են եղել։ Մի խոսքով, այստեղ էլ սայլակներն են ու ավելներն են դրված, մտնենք, տեսնենք ինչ կա։ Եվ ինչպես տեսնում եք, սայլակը վերցնելու համար 200 դրամանոց է պետք։ Համ ասում են անկանխիկ առևտուր արեք, դե արի ու այդ 200 դրամանոցը գտի։ Հետն էլ ձեռքս պայուսակ կար, ուզում էի պահոցում դնեի, պարզվում է կոդերով է։ Կարդացի բան չհասկացա, կողքը սուրճի տաղավար կար, աղջկանից հարցրեցի ինչ անեմ, ասաց 4-ից 5 թիվ հավաքեք, կանաչ կոճակը սեղմեք ու նույնը բացելու համար, մի խոսքով, պայուսակս դրեցի, եղածն էլ ինչ էր, գործելիք ունեմ, ուրեմն ժիլետ եմ գործում երեխաներին, հետս վերցնում էի, որ չափեր անեի, այսպես ասացի նկարի, որ հետո չմոռանաս թվերը եւ որ պահոցն է, այնտեղ համարակալած են պահոցները, ինչ որ է, բայց պատկերացրեցի ես, ասենք, իբրև թե համեմատաբար նախկին երիտասարդ եմ, իսկ բա թոշակառուները ինչ են անելու, կոպեկ չգտա, մի հատ կոպեկ էր մոտս, կոլեկցիոն, հեսա տեսեք, բնապահպանական թեմաներով, այս ուրեմն 200 դրամանոցը դրեցի ու ասեցի, վայ հանկարծ հետ գալուց 200 դրամանոցս չմնա, ձեզ կատակներով պատմեմ, գնացինք մտնենք առևտուր անենք, գները ցույց կտամ։ Ինչը հենց սկզբից աչքի զարնեց, դա որ տարեց մարդիկ ավելի շատ էին, երիտասարդ չկար, դե երևի ցերեկային ժամ է։ Ասացի, արի սկզբում Շուշեղենի բաժին մտնեմ, տեսնեմ ինչ կա չկա, որովհետև այս վերջերս հատկապես կորոնայից հետո ինձ թվում է դուք էլ շատերս սովորել ենք օնլայն առևտրին, հատկապես նստած ենք Վայլբերիսի, Օզոնի, ուրեմն Թեմուի վրա, բայց դե City-ում տեսնենք ինչ կա։ Բավականին լավ էլ տեսականի էր ու գներն էլ շատ մատչելի էին, նաև բացի ուրեմն տարատեսակ երկրներից հիմնականում ԵԱՏՄ երկրների ապրանք էլ կար, դե չինական էլ ասեցի լավ ձեռիս հետ մի հատ էլ ասեղ եւ ուրեմն բուլավ կա
գնեմ, հեսա գները, տեսեք, բայց այս ասեղները այն մեր ժամանակվա ասեղները չէին, նաև որակը այն չի, փափուկ են, շուտ են փչանում, կապ չունի 90 դրամ են, թե ինչ են, ահա նաև մարտկոցները նկարեցի, շատ եմ բողոքում մարտկոցներից, որովհետև այդ մարտկոցները շուտ են նստում, այն որ ասում է, ամեն ինչ կա, հատկապես Դավթաշենի Երևան City-ում, շատ հարմար է, կարծես այդքան շատ բան չի փոխվել, եթե նույնիսկ մի քանի տարի Հայաստանում չեք եղել, ձեր համար եմ նկարել, հատկապես դրսի մարդկանց ու այսպես թռուցիկ նաև գները, այն որ ասում եմ ամեն ինչ կա, բայց որակի եւ գնի տարբերություններն էլ կան, օրինակ այս ճամպրուկները Թեմույում տեսա 24000 կամ այս այդ գանտելները կա հայկական ուրեմն սպորտային խանութներում 1000 դրամ, 2000 դրամ, այստեղ էլ գրեթե նույն գիններ։ Կա իհարկե գնիչեցումներ, մշտական, ուրեմն կլիենտների համար ձուն ուսումնասիրեցի, ինչ գնանոց ձու կա, կարմիր, սպիտակ, տեղական են, տեղական չեն, գիտեք, մի քիչ թանկացել է ձուն, որ վերցնեք, նու միջին գինը 30 հատը կարել է 1500-ից 2000 դրամով առնել, բայց այն համը չի, ինչ որ առաջ էր։ Ես միշտ հատկապես ձուն համեմատում եմ Արցախի ձվի համի հետ, որ ոչինչ չի տա, իսկ հիմա գյուղերում չգիտեմ, հավ պահում են, չեն պահում, ու ամենաթանկը, տեսեք, Ստեփանավանի թռչնաֆաբրիկայի գներն են, որ 10-15 ածուն 2-3000 դրամ արժի, շատ թանկ է, ես մի անգամ գնեցի, այն կանաչ կապուտ ձվերից էլ մեջը կա, ոչ մի համային տարբերություն, ընդհանրապես, հետո մի քիչ էլ նայեցի, որ ինչ պոլուֆաբրիկատներ կա, տոլմայից բռնած, հայկական ուտեստներից, եւ այդ կանաչ ուրեմն բաներով դուք տեսաք ուկրաինական մսամթերքն է, այստեղ է սառնարանը պաղպաղակների բաց էին թողել, ես փակեցի, շատ թռուցիկ եմ նկարել, ներող եղեք, թեպետ կուզենայի, որ նշեի, որ հայկական ուրեմն թռչնամիսը այդքան էժան չի, իսկ այս ուկրաինականը 990 դրամ ու վատն էլ չի, ի զարմանս ինձ ռուսական բադ գտա ու էլի շատ թանկ չի, որովհետև օրինակ մեր ընտանիքում բադ շատ ենք սիրում, բայց Հայաստանում բադ, սագ շատ չեն պահում, տեսեք, օրինակ այս մի բադիկը 5000-6000-ի կարգում, կամ այս պոլուֆաբրիկատները եւ բրենդերի գովազ չանելու համար այսպես թռուցիկ ցույց տամ, որ հիմնականում ԵԱՏՄ երկրների, ուկրաինական, ռուսական, չգիտեմ, կազախական ապրանքներ են, այդպես եվրոպական մթերք հատկապես շատ քիչ է, նու համենայն դեպս Երևան City-ում եւ ամենաէժան թռչնամիսը ուկրաինական թռչնամիսն է, տեսեք բդիկները, օրինակ այդ կինը գնում էր, կանգնեցի եւ այստեղ տեղական մսերն են, գառն էլ կար, օրինակ էժան, ես նախընտրում եմ գառ, կարմիր միս չեմ առնում, բայց այնուամենայնիվ տեսեք, ոչ տեղական հավի միսն է էժան, այլ 910 դրամով բտիկները Ուկրաինա, հատուկ բերել եմ մոտիկ նկարել եմ, որ դուք տեսնեք, եթե առաջ ամերիկյան, կանադական, բրազիլիականներն էին, չկա հիմա, շատ աղքատացել տեսականին ու ինձ համար դա մի տեսակ անսովոր էր, այստեղ շատ զարմացա նաև, որ գնում էի վաղարշաբաթ այս ուրեմն նոր տարուց առաջ շատ շուշուտ էի գնում, այնտեղ 400-300 դրամով ճանապարհին 500 դրամով ածան հավեր կային Արաքս թռչնաֆաբրիկայի ու այդ Արաքսի հովտի, մեկ էլ տեսնեմ այստեղ եւ 500 քանիս կար եւ 900 քանիս կա, տեսեք ոնց որ կա հավ լինի, ածան հավերը բերում են Փաստոն City-ում է, դե կենթանի ձուկ էլ հիմա ճիշտ է սեզոնը չի, բայց կար իշխան, գներն էլ ցույց եմ տալիս, թառափ էլ կար, այսպես կոչված
ասետրինա, հա, կարծեմ սա այսօրն է այսօտրա կոչվում կամ սիբիրսկի, չգիտեմ, թող մասնագետները տեսակը որոշեն, ամեն դեպքում մեր ձկնա բուծարանների ձկներն են ու բավականին մատչելի գներա, որ վերցնես ու խավիարի տեսակները, իկրայի տեսակները կա, որ կողբեկի տակ էր, ավելի մոտիկ այս իսկական, ուրեմն իկրայի տեսակները չեմ նկարել ու այդ տեսակների մեծ մասը տեղական են, կա նաև իմիտացիա կամ ձկան է սիլյոտկա, այդ ուրեմն ապխտած, աղդրած ձկնատեսակներն էլ կան, բայց ինչը որ ինձ դուր չեկա, օրինակ իսկականա, թե արհեստականա, բայց այսպիսի բան կաներով, որ կամ ուրեմն անցել էր իր պիտանելությունը կամ չգիտեմ, փչացած էր։ Համեմատաբար ավելի որակյալ ուրեմն ձկան տեսականել կա եւ սեղիքի, երշիկեղենի, բաստուրմասուջուխի տարբերակներ կա, սալի, ճարպ ասեմ, երևի չեք հասկանա, դրա համար ավելի ճիշտը հենց իր բուն անունն է եւ ակցիաներ էլ կան, այսինքն տարբեր գնային առաջարկներ կա, ինչպես միշտ որ վերցնես եւ ցավալին այն է, որ ծովամթերքը այդքան էլ հասանելի չի, գուցե այսպես նայեք, տեսնում եք, բայց սա 100-200 գրամի համար է եւ ամեն մարդ չի կարող իրեն թույլ տա եւ կարեւորությունը ծովամթերքի, որ մենք յոդի պակասը հայաստանցիները շատ ունենք, բայց դե չենք կարող առնել։ Կա նաեւ պատրաստի ուտելիքների մեջ, այսպես բուրգերներ եւ ժենգյալով հաց կա, սալատներ կան, պասուց տոլմա, իդեպ կարելի է ուղակի ոչինչ չանել եւ շատ էժան վերցնել եւ խորովածի բաժնում, այս մսի բաժնում կարելի է քաբաբ կամ քյաբաբ, չգիտեմ, ես քյաբաբակեր չեմ, հուշեք ոնց է ճիշտը, քաբաբ թե քյաբաբ։ Եվ տեսականները պաների կարակի շատ ուշադիր է պետք նայել, որովհետև ասում եմ, առաջվա ուրեմն եվրոպական մթերքը չի, ռուսական եւ ուկրաինականն է, այդ մի քիչ պետքա նայել, որ կատնամթերքից լինի, այլ ոչ թե կատնամթերքային ապրանք։ Եկանք ալյուրների բաժին ու համեմունքների, պոպկորն էլ նույնիսկ կա, որ դնում ես միկրոալիքային վառարան։ Հա, ինչը որ նկատեցի, նաև շատ աշխատողներ կամ հնդիկ են, կամ պակիստանցի, չգիտեմ, ու եկա հասա, որ յուղերն էլ տեսնեմ, որովհետև դասարանցուց հետ խոսում է, ասեց, տուլ չինկա յուղն եմ առնում, լավ յուղ է, իհարկե ոչ այդ հալած յուղն է, այլ կենթանական ծագում ունի, ոչ մի կենթանական ծագում էլ չունի, պալմայի յուղ էր կարդացի, բա կարտոֆիլը, կանաչ կարտոֆիլ էր ու գինն էլ թանկ, այսինքն որ վերցնենք գնային առումով, այո, հատկապես բանջարեղենը, ինչ խաբարա, որ 265 դրամ կարտոֆիլը լինի, ու պետքա ջոգես, որ լավը լինի, որովհետև կանաչը գիտեք, շատ վտանգավոր է, թունավոր է, գլխացավ է առաջացնում, սոխն էլ, ու ես դե այն որ ասма քթի մազություն արեցի, նայեմ տեսնեմ որտեղ է ապրանքա, հիմնականում ասեմ բանջարեղեն կա, որ Պարսկաստանից է, կարող է նույնիսկ Թուրքիայից լինի, բայց հանեն վրայից։ Հատկանշական է, որ iceberg սալաթի տեսակ այդպիսի կաղամբեր առաջ չկար Հայաստանում, հիմա բերում են, դե բրոկոլի, կարմիր կաղամբը, բազուկը, ամեն տեսակ շատ մեծ տեսականի է, առաջ եթե մենակ սասում էր, հիմա կա, ես էլ հավաստի որ լինի, պարսկական գազարն է, այդ տոպրակներով, նու ամեն դեպքում մեզ դա են ասում, բայց պատկերացրեք, որ ես գիտեմ, որ նաև կարտոֆիլ, գազար բերում են Պակիստանից, որովհետև մենք նույնիսկ ուրեմն վիճակագրական այդ բաներ, տվյալներն էինք ուսումնասիրում, հետաքրքիր էր։ Դե կանաչին, որ ասեմ, շատ թանկ է, չէ, 300, այս սեզոնի համար ձմռան, կեսին էս ցրտին վատ գին չի, բայց նաև իմանալով թե Արմավիրի մարզում ոնց են աճացնում այս ամեն մի հատիկ
կանաչին ու ինչ էժան են տալիս, դե էսա գները։ Նույնիսկ կար միկրոգրին, հա, որ շատերս նոր ենք տեսնում, ես խոհանոցով հետաքրքրվում եմ, գիտեմ, որ նման մի բան կա, բարձր խոհանոցում օգտագործվում է, հիմա հայերն էլ են անում։ Եվ խոտեր կանաչեղեն, ուրցա, ավիլուկ, ամեն ինչ կա, այդ միկրոգրինի կողքը սիթիում դրած էր, գները իհարկե աստղաբաշխական, բայց եթե կարաք դուք կարող եք ինքներդ մի գալ ավիլուկը լոլիկի մեծ տեսականի կա, պարզա որ ջերմոցային է, բայց այսպես չեմ խորացել, տեղական է թե չէ, մի քանիսը տեսա որ հենց տեղական է, օրինակ այս մանր շատ համով է այս սեզոնին, այդքան էլ որ վերցնես, եթե նորմալ մարդը միջին աշխատավարձով ունենա, կարա իրան թույլ տա շաբաթը մի անգամ այդ մանր համով լոլիկները առնի, չիլի լոլիկները, կամ այսպես վարունգի հետ, վարունգ առանձին, վարունգը լոլիկի հետ միքս արած, ես ճիշտն ասած ուղղակի ոչ սեզոնային բանջարեղեն մրգերը այդքան չեմ սիրում, չեմ ուտում, բայց ասեցի նկարեմ։ Այ կծու բիբար օգտագործում են կամ բիբար ամենամատչելին այս սեզոնին այս կարմիր պղպեղն է եւ տաք դեղը կանաչ եւ կարմիր։ Նե տեսեք ինչ փուճուրիկ դթումիկներ են նույնիսկ աճացնում, ոյ կներեք ոչ թե աճացնում, այլ վաճառում ու որ եթե շատ փող չունես առնես։ Գաթան նկարեցի, Սեյվանի գաթան է 720 դրամ, մեր ավանդական, մենք ճիշտն ասած, եթե վերցնենք, ես աշխատում եմ շատ խմորային բան չառնեմ, բայց զեյթունի գաթան եմ սիրում, այս էլ դթումները, ինչպես ասում են, ու այս մեծ ուրեմ տարայով խնձորի հյութերը, ասեցին շատ լավն է, 2000 դրամ 3 լիտրը, ոչ շաքար կա, ոչ էլ գովազդ եմ անում ժողովուրդ։ Լիմոնների տեսականի կա, լայմերի, կումկվատ կա, մանդարինի տեսականին, գնային առումով է, բայց այն, որ ասում է վրացական մանդարին, ես չտեսա իհարկե, ու ես խիստ կասկածում եմ, որ այս մթերքի, հատկապես ցիտրուսայինի մեջ, շատ կան թուրքական ապրանքներ, մենք օրինակ պամելո ենք սիրում, պամելոն 1200-ի կարգում էր, մեծ փոքր նույնն էր, բանանն էլ այդքան էլ էժան չի որ վերցնեք, 400 էլ պետք է լինի, բայց 545 էր, ու այսպես փոքր կոկոսիկներ 595-ով, տեսեք հեսա ձեռքս վերցնեմ, այս շատ փուճուր ու շարժենք տեսնենք, ոնց որ թե ջրի ձեն պետք է գա, ջրի ձեն չկա, ճիշտն ասած սենց փոքր առաջի անգամ եմ տեսնում, մեր տանը սիրող կա, սիրահար կոկոսի, բայց ջրով, որ ջուրն է խմես ու միջուկներ ուտես, այս փոքրիկ բանանները ես եմ օրինակ սիրում, ասացի գները նայեն, կարմիր չեմ փորձել, եթե փորձել եք ասեք համովա թե չէ, ու ես իհարկե չառա, այլ ուղղակի գները նկարեցի, հետո եկա խաղողը, ճիշտն ասած ուզում էի այն մեծ խաղողներից տեսնեի կա, որ ֆիլմերում են ցույց տալի բան, չգիտես ինչ հոր գներով, բայց չկար այդ շատ մեծ, բայց կային դեղց կար, դեղցի տեսականի, նեկտարինի տեսականի, գներն էլ եմ նկարել, 8000, 9000 հաստատ տվող չեմ, ելակ, սպիտակ ելակ կար, սովորական ելակ, չգիտեմ, համով չի, բայց ուղղակի հետաքրքիր էր, jackfruit կար, jackfruit-ը չգիտեմ, Հայաստանում արժի փորձել, դե մարդիկ են, կարող առնում են, եթե դրված է, ուրեմն պահանջը կա, առաջարկը կա, հապալասի տարբեր տեսականի կար, եւ գնային եւ այդ չափերի համով, որ վերցնես, այդքան թանկ չէր, բայց ես հապալասը սեզոնին առնում եմ եւ սառցախցիկում եմ պահում, դե մեր տեղական նուրն էլ 1360 էր, ես նռան կողքը որ անցնում եմ, Արցախն եմ հիշում, ու մի տեսակ այսպես մտքեր ա մոտս առաջանում, սալորը շատ էժան էր, 682, նու այս սեզոնի համար, սեխն էլ շատ սիրում եմ սեխը, այս էլ գոջի այդ բաներն էին, որ հագովազդում էին, արմավի տեսակ կար, չգիտես ինչի խոշոր եմ նկարել,
Հա, կեղտոտվել էր երևի էկրանս դրա համար, բայց դե երևում է, որ 1600։ Եվ հետո ուզեցի ես փոքրիկ, ուրեմն baby care բանը, baby ինչ են ասում, գազար ու արդեն որ բորշի կամ սուպի ինչ կարելի առնել ու այս փոքրիկ եգիպտացորենները, կուկուռուզները, կտրատված բանջարեղենը, որ վերցնես կամ հումուսի հետ ուտես, սխտորից սկսած, սոխից սկսած, մաքրած, կտրատած, կարաս վերցնես ու բորշ սարքես, այսպես օրինակ կտրտված ու վակուումով քիչ տեղ է գրավում, տեսեք, կա ղամբ ու այստեղ Հայաստանում են անում, դրսից չեն բերում, եփված նույնիսկ բազուկ, որ առաջ չկար, կամ ռուկոլա սալատների տեսակ, օրինակ այս փոքր գազարիկները 4150 էին եւ փոքր եգիպտացորենիկները տեսակ գինը։ Եկանք, ապրանքս վերցրեցի, մոռացել էի ճիշտն ասած։ Մի խոսքով այստեղ ապրանքն էլ վերցրեցի, հեսա։ Չնկարեցի այդ բահը, իհարկե, որովհետեւ շփոթվել էի, վախեցա կորցրել եմ։ Դե ինչ, ես առևտուր արեցի, եկա տաքսի եմ սպասում եւ աս մարդուն նայում եմ, ասում եմ Ստեփանակերտի Ֆրեդին ա նման, բայց մտքումս այն էր, որ մուրացիկները շատ են շատացել, վատ ապրելուց է, իհարկե լավ ապրելուց չի։ Սիրելիները, շատ չեմ մեկնաբանել, ցույց տվեցի ինչ կա, եկա հասա տուն։ Ահա։ Տեսեք հիմա մառախուղը, օրվա վերջ համարյա։ Այս էլ Դավթաշենի Հրազդանի ձորի 17 հարգանիներն են։ Ոչ պարկինգ ունեն, ոչ էլ լիցենզիաներ ունեն այս տները։ Այսինքն կադաստրի թուղթ չունեն մարդիկ։ Այստեղ ես լուսաբանել էի, որ դուրս էին եկել ու բողոքում էին։ Այ, այսպես ստենս ձեռները ցուրտա։ Այսօր այդքան շատ չի ձունը, բայց սառույց է։ Վերջ, եկանք տուն։